Թյուրքական ներկայություն պետք է լինի այս երկաթուղային, այսպես ասած, ոնց էր Ալիևը նորից կրկնեց Զանգեզուրյան այդ անում ձևաչափում եւ թյուրքական ներկայությունը պարտադիր չի լինեն հենց թուրքերը կամ ադրբեջանցիք։ Ես հատուկ նշել եմ, որ դա կարող լինի Ղազախստանը։ Ղազախստանը կարող դա լինի եւ Փաշինյանը այս հարցազրույցում ասես Ռուսները պետք է իր կոնցեսիոն պայմանագիրը ծախեն, դա է լուծումը, որտեղ հայկական շահերը թե ոտնահարվում են, որպեսզի ներդրումներ լինի Հայաստան, որպեսզի Հայաստանից չվերցնեն ճանապարհի շարունակությունը որպես այդպեսին եւ կարող է վաճառել որևէ երկրի, որը երկուսից համար բարեկամ է։ Կաթար ասեց, Էմիրատներ ասեց, բայց դա այսպես ասած ծածկույթներ, իսկ իրականում ասեց Ղազախստան, ուղիղ տեքստով ասեց կամ Ղազախստան, կամ Ղազախստանը առաջինն ասեց։ Այսինքն թյուրքական կողմը ներկա լինելու, ուղիղ ներկա լինելու այս ծրագրի իրականացմանը եւ սա իմ կարծիքով հիմնական նախապայմանն է։